Լավ վախի մթնոլորտ է տածում, բացարված է գումար որց է մեկը մեկնուտա, սա վախի մթնոլորտ է վախենալով, որ իրանք ձայն չունեն, ուզում ժողովրդին վախացնեն, ժամանակալ, որ իրենք չաշխատեն, քարոզություն չանեն։ Դուք բացառում եք, որ ընտրակաշարք եք բաժանում։ Մենք են ով պետք է բաժ, ես մի հատ հասկանում եմ, ինչ հեքիաթներ է։ Ով ատենց բան, տեսած լինի, որ մենք ընտրակաշարք բացառված է, չկա այդպիսի բան։ Դա շանտաժ է, սարքոցի, ինչ որ մարդը ասում է դու քանի մարդ կարած բերես, ոնց է քո վստահությունը, ասում է կդ փորձեմ տեսնեմ, բայց գումարի մասին խոսակցությունը ամոթ է, դա շանտաժ է, վախի մթնոլորտ է, ուրիշ բան չեմ կարող ասել։ Պարզապես նախորդ ընտրություններին պարոն Ծառուկյան, ձեր թիմակիցներից մեկն էլ անցնում է Սեդրակ մուլտիգրուպի տնօրենը, հա, անցնում է։ Կանգնեք թող մի հատ մոտենա։ Կանգնեք։ Դա համար Ծառուկյանը արդարացել է, վրիցանը կանեմ ես։ Արդարացավ Ծառուկյանը։ Ուր է, բայց ձեր թիմակիցը շարունակվում է դատվել։ Եղբայր ջան, ես նորից եմ ասում, այսօր բոլորը դատվում են, բոլորին վախացնում են, պարկասնել, խփել, խլել, ժողովրդի մոտ ատելություն, սարքել, այսօր ժողովուրդը այս վիճակով չի կարա ոչ բան, պետք է հաշտություն, համերաշխություն, այսօր կա 70-80 կուսակցություն, բոլորս հայ ենք, մի ազգ ենք, բոլորին հետաքրքրում է, որ ունենանք երաշխավորած խաղաղություն, զարգացում, բարեկեցիկ, բարգավաճ կյանք, նույնը դա չես ուզում դու, անկախ այնց ով կլինի հիմնական կառավարության ղեկավար, ճիշտ է թե ոչ, քո ուզածը որ խաղաղություն լինի, զարգացում լինի, անվտանգ լինի, բարեկեցիկ կյանքով, ճիշտ է թե ոչ։ Դրա համար դուք որ խաղաղություն չի ուզում, ես հարցնում եմ ձեր թիմակիցը նախկին ընտրությունների Դուք գնացեք իրեն հարցեք, ես քեզ ասեցի, իմ անունը գրած է եղել, որը ինձ արդարացել են, որ ես ոչ մի կապ չեմ ունեցել։ Կարող է ձեր թիմակից առանց ձեր իմացության Բացառված է, չկա չի բան։ Դա հիմա Ես իրանք են գալիս։ Հերա չենք ես։ Բանավեճին չմասնակցելով այսօրվա արդյոք ցույց չեք տալիս կամ այն կարծիքները չեք վերահաստատում, որ խուսափում եք Նիկոլ Փաշինյանի հետ դեմարդեմ հանդիպումից։ Այսինքն ինչ ես եմ խուսափում։ Դե գնացեք ինչ կասեք դիմաց։ Բայց կարող է չեմ ասում, հիմա այսքան մարդ ստե հավաքվել են, որ լիարժեք ասենք թե ինձ են սպասում իրենց ղեկավարին։ Ես առանց ինձ կլներ այս բանը։ Որ դա մենք ամիս առաջ ենք մենք որոշացել է, որ այսօր մենք պետք է կազմակերպում մեծ հանրավար։ Չեք կարծում, որ ձեր քվեները կնվազեն լիդերների բանավեճին ձեր չտեսնելով։ Մեր քվեները երբեք չեն նվազի, այլ արժեք մեր քվեները կան, ժողովուրդը սպասում է, գիտեմ որ Ծառուկյանը իր խոսքի տերն է, ինչ որ ասել է, դա իրականություն է դարձելու, այսօր ժողովրդի խնդիրը, պրոբլեմը, ուզող հարցերը ասել եմ եւ ասեմ, որ իմացեք, հնարավորության դեպքում որտեղ անմիջապես դա լուծելու ենք, այսքան բան։ Պարոն Ծառուկյան, ընտրություններից հետո կմնաք Հայաստանում, եթե իշխանության չգաք։ Երբեք Հայաստանը երկիրն է, ոչ մի քայլ ետ չեն գնալու։ Իրենք թող մտածեն, իրենք որտեղ են տեղավորվելու։ Էլ իրանք տեղ չունեն, մնալու տեղ չունեն, ասելու բան չունեն, 8 տարի խափել են, հողերն են ազնել, ժողովրդին դերը սարքել են տուգանքի մատները։ Ուրիշ բան չունեմ։ Պարզապես որ ասվել է, որ դուք պետք է անազատության մեջ հայտնել եք, հնարավոր է երկրից հեռանալ։ Բացառված է, ես իմ երկու մնալ եմ, հեռացողները թող հեռանան։ Պարոն Ծառուկյան, պարզապես ես չեմ խոչընդոտում ձեր քայլը։ Ես չեմ ասում դու խոչընդոտ, բայց սահմանափակ եք, Դուք դեմ եք խոսքի ազատությանը։ Ոչ, ես ասել եմ միակ մարդն է, որ ցանկացած հարավակի ժամանակ եղել են մարդիկ,
ԿՊ-ից, ասել եմ քույրիկ ջան, եղբայր ջան, չեմ ասել բռնեք, տարեք, հեռացեք։ Աստեմ ասա, քննադատես, տեղին քննադատես, եթե տեղինա կընդունեմ, եթե ոչ կպատասխանեմ, ինչի մարդը ումից պետք է խուսափի, ինչի ամ։ Նարեկ ջան, որ թող թիմի ողջունի էլի որ ահրացիս համար, Նարեկ ջան, ասա։ Դե դեպքում ինչի հարցեր ինչ եք պատասխանում։ Որ արդին չեմ պատասխանում։ Դուք արդեն ունեք տեսնականը, թե ինչպես պետք է Չինաստանին եւ Ամերիկային համոզեք, որ Հայաստանի երաշխավորություն ապահովեն։ Եղբայր ջան, համոզելու ոչ մի խնդիր չկա, եղբայր ջան։ Ես ասում եմ, ամեն ինչն էլ կա, ծրագիրն էլ կա, պայմանավորությունն էլ կա, թիմն էլ կա, պետք է միայն ճիշտ մոտեցում ու կարողանանք կազմակերպել ապահովել մեր ժողովրդին։ Պարզապես իրանք կոնֆլիկտի մեջ են։ Հիմա ինչպես եք դուք իրանց Հայաստանի Մի օրում կկարգավորեմ, մի օր։ եւ վերջում Նարեկ ջան, լավ է։ վարչապետի տեխնացուի հետ կապված Եկա ժամանակը կասենք, բան չի մնացել։ Կասեմ ապա, շնորհակալություն։ Արմեն, եկեք մա Երևանի մեջ գոյա։